Իռլանդացի գիտնական ու լրագրող, արևելյան լեզուների և համեմատական լեզվաբանության մասնագետ, նա 1880-ական թվականների սկզբին աշխատել է Ռուսաստանում, Պետերբուրգի, ապա Խարկովի համալսարաններում, ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը, պարապել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, գրել է հայոց լեզվին նվիրված մի շարք աշխատություններ, թարգմանել է հին հայկական պատմական սկզբնաղբյուրներ։ 1895 թվականին որպես Լոնդոնի Daily Telegraph թերթի խմբակից եղել է Արևմտյան Հայաստանում այնտեղի իրադարձությունները լուսաբանելու համար։ Նա Էմիլ Դիլոնն է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը։ Չնայելով թուրքական իշխանությունների հարուցած դժվարություններին, նա հավաքում էր մեծ քանակությամբ արժանահավատ տեղեկություններ, որոնք վկայում են թուրքական կառավարող շրջանների մեղսակցությունը, մեղավորությունը հայ բնակչության զանգվածային ջարդերում։ Այդ տվյալների հիման վրա գրել է հայկական հարցին վերաբերող հոդվածաշար, տպագրել է անглական մամուլում։ Հայաստանը և հայ ժողովուրդը, իրադրությունը Հայաստանում, ձախողում Հայաստանում և այլ հոդվածներ անգլերեն լեզվով ընթերցողին ծանոթացնում են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, փաստական հարուստ նյութ պարունակում թուրքական կառավարության 19-րդ դարի 90-ական թվականների հակահայ քաղաքականության մասին։ Դրանցում տրվել է նաև եվրոպական տերությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի հայկական հարցում վարած քաղաքականության վերլուծությունը։ Դիլոնի հրապարակումներում արտահայտվել է անգլիական հասարակական շրջաններում ժամանակին լայն տարածում գտած այն կարծիքը, թե թուրքական լծից հայերի ազատագրման համար անհրաժեշտ է Ռուսաստանին իրավունք տալ գրավել Արևմտյան Հայաստանը։ Դիլոնը գրում է, որ Մեծ Բրիտանիան աչք փակելով հայ ժողովրդի նկատմամբ թուրքական դաժանությունների վրա, դրանով խրախուսել է զանգվածային ջարդեր կազմակերպելուն։ Նրա կարծիքով հայերը դարձել են Մեծ Բրիտանիայի շահադիտական քաղաքականության անմեղ զոհերը։ Էմիլ Դիլոնը ծնվել է Դուբլինում, Իռլանդիա, մարտի 21-ին, մահացել է 1933-ին, հունիսի 9-ը մեծ մարդասերի հիշատակի օրն։